կարձանագրենք, որ բանը, սա էլի ճիշտ էիք, որ սա աննախադեպ բան է, հիմա երևի մասնագետներն ու պատմաբանները ավելի հստակ կասեն, որ 37 թվից հետո նման բան չի եղել, ինքը արեց, այսպես ասած, ընտելացրեց, որ տեսնիսակը Մարսի թե չէ, սրբազանին տարավ, ենթադրելի է, որ ուրիշ սրբազանների ևս կտանի, հասնելու կամ այսպես, հա? Կանի հետո դրանից հետո կհասնի ամենայն հայոց վեհափառին, որովհետև խնդիրը հստակ դրված է Էրդողանի կողմից։ Միակ կառույցն է հայկական, որ այսօր կարողանում է շնչել հայկական ինչ-որ բան ասել և հայի շահը տանել, որտև ամեն տեղ այլևս տապալված է, ուժայինները ծայրից ծայր իր ձեռքում են, ԱԱԾ կլինի, ներքին գործեր կլինի, արդարացիա, ամեն ինչ, այլևս չկա այդպիսի մի կառույց, որ ասեն, չէ, որ ինքը ասում էր, կա այդպես մեկը, չկա, Նիկոլ, հիմա ինքը հասել է նրան, հիմա մնացել է, որ հայկական շահը գնա այսպես բարձրացնի, դա հայ առաքելական եկեղեցու դեմ էր, վեհափառի դեմ էր, անելու է, դուք ականատես եք լինելու, բայց սիրելի հայրենակիցներ, սա հայ առաքելական եկեղեցու դեմ գնալ, վեհափառի դեմ գնալ, սա նշանակում է, որ վերջացավ, սա գնալ բոլորիս տները, գնում է բոլորիս տները, միատ հասկացեք ով է, հա, Մարիամ, սա նշանակում է, որ գնում է, հասնում է ինքը բոլորիս տները, այդպես է, համաձայնեք թե ոչ, երկրորդը, ինչպես որ ասեցի, ինքը, որպեսզի միջազգային կառույցներին ցույց տա, որ ես, այսպես ասած, օրենքի տարին համաձայն եմ ամեն ինչ անում, ինքը այս ամեն ինչը ներկայացեց, այս շոուն, իբրև թե սա է, նա այս ամեն ինչը դրա համար ինքը արեց։ Եվ երրորդ, քանի որ իրականում շատ լուրջ ազդեցիկ դեմք է եւ նաեւ Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստանի Հանրապետության նորանկախ հանրապետության պատմության մեջ ես փորձեցի ճշտել Քրքրքոյանից ավելի շատ մեծ բարերարություն արած Սամվել Կարապետյանը չկա, այդպես կարծեմ երկրորդը Համահայկական հիմնադրամի ստեղծման օրվից ամենամեծ դոնորն է միայն Հայաստանը։ Այո, միշտ կրկնապատկել է գումարը, արել է, չգիտեմ, Արցախի հետ, այո, աննախադեպ գնացեք Արցախի այս եկեղեցին Սամվել Կարապետյան, գնացեք այս շինությունը Սամվել Կարապետյան Արցախի, գնացեք ճանապարհը Սամվել Կարապետյան, գնացեք հիվանդանոցը Սամվել Կարապետյան, գնացեք, չգիտեմ, գործարանը կառուցել է, նվիրել է, արել է հանուն հայրենիքի, հանուն Արցախի, Սամվել Կարապետյան, այս ես բարձր եմ ասում, որ ձեր ուղեղին հայ ժողովուրդ հասնի, թե ում է տարել, ինքը, չգիտեմ, ես անձամբ չեմ ճանաչում այդ մարդին, ինքը մեծ ատառով հայ է, իր գուցե թերություններ ունի, սխալներ ունի, ես էլ եմ ինչ-որ բաներում քննադատել, ասեմ, ինչու շատ շուտ չեք այդ գերիների հարցը բարձրացրեք, Նիկոլի դեմ էս արեք, չգիտեմ ինչ արեք, երկիրը ձերքից գնում է, բայց դուք ինքը գուցե այդտեղ մի քիչ վարանել է, դանդաղել է, չգիտեմ ինչ է արել, բայց դուք իմացեք, չկա, ասում են Քրքրքոյանից շատ, հասկանում եք շատ, չկա այդպես երկրորդ հայը, ես մի անգամ այս օրինակը բերել եմ, ասել եմ, երբ որ ես ասեցի ճիշտ է, լրիվ դրսում աշխատա։ Այս չեք կարող ասել, չէ որ տարել են, բացառիկ այն ինչ որ վաստակել է ինքը դրսում, ինչ է արել, հայ ժողովուրդ ինչ է արել Սամվել Կարապետյանը, բերել է Հայաստան, այն ձեր բոմժ, գրփող, թալանչի, փողոցային, թափթփուկները, որ այսօր միլիարդեր են դարձել, այն փողոցային ռաբիս, թուրքի թոր, հայվան, Նիկոլի հայվան գործարանները, որ այսօր թալանում են, շարունակում են թալանել, Ռուսաստանում ինչ-որ բաներ է բացահայտվել, թե ինչ ոսկիների, ադամանդների, չգիտեմ ինչերի մեջ են։ Այս մարդը իր վաստակած ամբողջը բերել է Հայաստան, նվիրել է հայ ժողովրդին։ Այսինքն սա մեծ աղմկահարույց բան է, նույն ինքը արևմտքի դեսպանատներ բասեն, ես ինչ ես անում։ Օդի միջից այս մարդուն տանում ես ինչի համար, որտեղ այս մարդը կանգնի ասում է, որ ես ունեմ իմ մեջ եկեղեցի, որ ես իմ մեջ ունեմ Այս մարդն է, որ եկեղեցին մեծ նայում եք, այս մարդն է արել, հասկանում եք ով է այս մարդը, այս մարդ, ես անկեղծ եմ ասում, ես իսկապես չեմ ճանաչում իրար, երբևէ չեմ շփվել, չգիտեմ, բայց ես գիտեմ, որ ինքը մեծանուն, ինքը բանը կանցնի Հայաստանը չի մնա, չի լինի, պատմության դասակում գրվելու է այս մարդ, որ ասում են եկեղեցու պատին գրվելու է 1000 տարի հետո այս մարդու անունը գրվելու է պատմության մեջ, Սամվել Կարապետյան, գուցե ոսկե տառերով է գրվելու, որտեղ ահռելի է այս մարդու վաստակածը, այս մարդու վաստակած եւ այդ վաստակածը Հայաստան ներդնել էր, Հայաստանում
Արցախում, Արցախում հատկապես չէ Հայաստանում Մի բան է։ ասեմ։ Ուզում ես ասեք Մատենադարան, ուզում եք ասեք բանը, կառավարության շենք, ուզում եք ասեք Սևանի, չգիտեմ, մեսի միջ, ուզում եք ինչ ուզում եք ասել։ Հեծի մասին, որ դուք խոսում եք, պայթում էր հեծը։ Գիտեք, չէ, վերցնող չկար։ Խնդրել են իրեն, որ վերցնի։ Ինչը որ ավեր է եղել, հատկապես Սերժ Սարգսյանի ժամանակ, ինչը որ դիմելա չի եղել այս մարդու կողմից։ Այս մարդը վերցրել, շենացրել է, կառուցել է, զարգացրել է այս երկրի համար։ Ոնց չեք հասկանում, ես չգիտեմ, դուք այս ամեն ինչը, երբ որ Սամվել Կարապետյանին տանում է, երբ որ Սրբազանին տանում է, երբ որ վաղը ուզում է վեհապարին չգիտեմ ինչ տանել, այդ մեզ է տանում է։ Այդ նշանակումը ես չգիտեմ, ես ոնց կարելի է, ասենք, ոնց կարելի է բացատրել, ասել, որ երբ պիտի դուք արթնանաք։ Այս մարդը չէր կարող իր միլիարդներով դրսում։ Ռուբեն Վարդանյանը չէր կարող իր միլիարդներով։ Հետո ասում եք, բա ուր է այդ հայը, չէ՞, անդադ ասում են, բա ուր է, հեսա, այս հայը։ Հետո Ռուբեն Վարդանյանն է, Բակո Սահակյանն է, այս են այս մեծ հայերը, ասում են, բայց ազգը չունի, ունի այս ազգը։